Դուք կարծում եք, թե մեծահասակները ստելու հարցում ավելի հմուտ են։ Իրականում ոչ։ Մեր մարմինը պարզապես սովորել է քողարկել ճշմարտությունը, վարպետորեն վերափոխելով մանկական վնասները։ Մեծահասակներին կարդալը բարդ է ոչ թե հոգեբանության փոփոխության, այլ մկանային դիմակների պատճառով։ Ուշադիր զննեք 5 տարեկան երեխային։ Երբ նա ստում է, ձեռքը բնաստաբար և կտրուկ բարձրանում է, փակելու բերանը, փորձելով ֆիզիկապես արգելափակել սուտ խոսքերի արտահոսքը։ Դա բացարձակ ժեստ է։ Տարիքի հետ սոցիալական ադապտացիան ստիպում է այս ժեստին մուտացիայի ենթարկվել։ Դերահասն արդեն փորձում է քողարկել այն, մատներով թեթևակի շփելով շրթունքի անկյունը։ Իսկ չափահասը։ Երբ հասուն մարդը ստում է, նրա հնագույն ուղեղը տալիս է ճիշտ նույն հրամանը՝ արգելափակել խոսքը։ Սակայն վերջին վայրկյանին գիտակցությունը միջամտում է և շարժումը կայծակնային արագությամբ շեղվում է, վերածվելով քթին հպվելու կամ քթը քորելու աննկատ գործողության։ Սա մարմնի լեզուն զսպելու անհաջող փորձ է։ Փաստացի չափահասի անմեղ թվացող հպումը պարզապես մանկական ռեֆլեքսի կատարելագործված, արագացված տարբերակն է։ Որքան էլ մենք մեծանանք, մեր ենթագիտակցությունը մնում է անփոփոխ, մատնելով մեզ ամենափոքր միկրոշարժումներով։ Պահպանիր այս հոլովակը, որպեսզի հաջորդ անգամ զրուցակցիդ դեմքին անմիջապես նկատես թաքնված սուտը։